Սավուղ թագավորը մահացավ եւ նրա միակ որդին չէր ուզում, որ Դավիթը լինի թագավոր։ Ուստի նա զբաղեցրեց նրա տիտղոսը։ Նա իր պահակախմբում ուներ շատ խիստ զորավար, որը պետք է համոզվեր, որ Դավիթը կիշխի միայն Քեբրոնի վրա, բայց հետագայում Դավիթը պետք է իշխեր ամբողջ Իսրայելի վրա։ Երկրորդ Սամուել 3:1 Եվ երկայն պատերազմ եղավ Սավուղի տան եւ Դավթի տան միջև, եւ Դավիթը գնալով զորանում էր, եւ Սավուղի տունը գնալով տկարանում էր։ Շարունակեք չարիքի դեմ պայքարել ձեր կյանքում, դուք կհաղթեք։ Աղոթենք. Օ Հայր, ես աղոթում եմ եւ շնորհակալ եմ։ Ես հիմա քո զորությամբ օրհնելու եմ այս մարդուն։ Դու գլխացավ դուրս եկ այս մարդուց ամբողջ չարիքի հետ միասին Հիսուսի անունով։ Իսկ դուք ասեք ամեն։ Լավ օր ունեցեք։